Ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ, առանց նախապես զգուշացնելու եմ եթեր անում, որովհետև մեծ հաշվով այս եթերը ավելի շատ լինելու եմ մտորումների ժանրից, քան անպայման ինչ-որ բան ասած լինելու, ուստի ես եթերով սենց կմտորեմ, ովքեր ում հետաքրքիր է, ովքեր էլի մտորելու իրենց ուղղություններն ունեն, ապա խնդրեմ։ Այսօր սեպտեմբերի 27-ն է։ 5 տարի առաջ ճիշտ այս օրը սկսվեց պատերազմը։ Սկսվեց պատերազմը, որին պատրաստ չէինք, ցավոք սրտի, փաստորեն, պարզվեց։ Ու նախ փառք բոլորին, ովքեր իրենց մասնակցությունը ունեցան պատերազմում, ներդնելով ամեն բան և հազար փառք բոլոր նահատակներին, ովքեր զոհվեցին հանուն մեր լինելու, հանուն հայրենիքի, հանուն պետության։ Գիտեք, ես այսօր իսկապես ամբողջ օրը մտքերով եմ եղել ու մի քանի հարցեր ունեմ ինձ համար։ Ու մի քանի բան էլ տեսա, որոնք կուզեմ բարձրաձայնել, շատ տհաճ բաներ։ Բայց եկեք միասին հələ հասկանանք, 25 թիվն է, 5-րդ տարին է, ուրեմն հանրության, հասարակության մի հատվածը մեղադրում է մեկին, մյուս հատվածը մյուսին, ես ինքս նույնպես այդ հատվածներից մեկի մեջ եմ, բայց մի պահ դուրս ես գալիս ես ամեն ինչից ու մտածում, իսկ զգացել եք, որ մեղավորների հարցում, ինչքան էլ որ զարմանալի է, համընդհանուր կոնսենսուս չկա։ Այդ գիտեք ինչի մասին է խոսում։ Դա խոսում է նրա մասին, որ մենք չենք հասկացել պատերազմը ինչի մասին էր։ Ասեմ ավելին, դա խոսում է նրա մասին, որ մենք անգամ հիմա չգիտենք պատերազմը ինչ է։ Ոչ էլ այդ ժամանակ ենք իմացել, ոչ էլ դրանից առաջ, անկախ մեր մասնակցությունից։ Ու դա ցավալի փաստ է։ Եթե 5 տարիների ընթացքում մի հասարակություն ընդհանուր կոնսենսուսի չի եկել պատճառների շուրջ, դա նշանակում է, որ այդ հասարակության հետ մի բան են չի։ Սա ամենացավալի հատվածն է երևի թե։ Ընդ որում կապ չունի, ով ում է մեղադրում, հարցը դրա մասին չի։ Հարցը նրա մասին է, որ տարբեր մեղավորների անուններ են հնչում։ Ոչ մեկ չի ուզում իր վրա մեղավորություն վերցնի, բացարձակ ոչ ոք։ Բոլորն էլ գիտեն։ Ես չեմ կարծում կա մի քաղաքացի, ով ձեռքը դնի սրտին, իրապես չի ասի, թե ինչի ինչոց է։ Բայց ոչ ոք չի ուզում իր մեղավորությունը վերցնել իր վրա։ Եվ այո, մենք քաղաքացիներս մեղավորության մեր բաժինը ունենք։ Ու այդ գիտակցումը պիտի լիներ իմ կարծիքով, բայց չէ, ոնց կլինի, դա եղավ։ Ուրեմն նախ եւ առաջ ես առաջարկում եմ բոլոր լրագրողներին իրենց շեֆերը պրեմիա տան, որովհետև ըստ էության լրագրողները ահագին հարց են լուծել, ճակերտավոր, լուծել են իրենց շեֆերի խնդրանքը, ցանկությունը կամ հրահանգը, այսօր ինչ եմ ես եզրահանգման եկել, այսօր դիտում էի դե համացանցը լիքն է, չէ, զոհվածների հարազատներ, ծնողներ խոսում են,
լրագրողները որպես կանոն եռաբլուրում են, լսում էի մի հերոսի հոր խոսույթի մեջ ձևակերպումը հետևյալն էր. կապ չունի պատճառները, թե այդ հրադադարը ամսի 19-ին ոնց ինչ, ասում է պայմանավորվածության եկան ախր Ալիևը, Պուտինը ու այս թափթփուկը, Նիկոլի մասին ասում։ Ես բնավ ցանկություն չունեմ այս թեմաներով ինչ-որ մեկին պաշտպանելու, բացարձակ, ու առհասարակ ես մարդկանց անձերի պաշտպան չեմ, հարցը դա չի։ Բայց այդ նախադասությունը ձևակերպումը ինձ գցեց մտքերի մեջ։ Լրագրողները կարողացել են հասնել նրան, իսկ այդ լրագրողները Սերժի ու Քոչի լրագրողներն են, եթե ոչ ուղիղ, ապա ասենց տարբեր գծերով, որ զոհվածի հայրը Ալիևին Ալիև է ասում, Պուտինին Պուտին, Նիկոլին թափթփուկ։ Կարա Նիկոլին համարի թափթփուկ, դա իր խնդիրն է, ես զոհվածների հարազատների հետ միշտ գիտեք, բացարձակ բանավեճի մեջ չեմ մտնում, բայց եթե դու պիտի Նիկոլին համարես թափթփուկ, ինձ համար խիստ զարմանալի է Ալիևին քեզ համարում Ալիև։ Ես գիտեմ, այդ ոնց է ստացվել, մարդկանց մեջ այսօր մարդիկ կան, ում համար այսօր Փաշինյանը թիվ 1 թշնամին է, իսկ մնացածի մասով կարելի է դեռ մտածել։ Այսպես է։ Եվ դրան հասել են լրագրողները։ Ասեմ ավելին, լրագրողները շատ լուրջ բարձունքներ են գրավել, իսկապես նրանց պրեմիա տալու, պիտի պրեմիա տան իրանց տերերը, իսկապես ես համաձայն եմ, ու ոչ թե պրեմիան լինի 13-րդ աշխատավարձի ձևով, այլ ամբողջ տարեկան աշխատավարձի տեսքով։ Թող ստանան մարդիկ, չարչարվել են, չարչարվել հասել են նրան, որ զոհվածի հայրը Հայաստանի Հանրապետության ղեկավարին, անկախ նրանից թե ով է այդ ղեկավարը, անվանում է թափթփուկ, իսկ Ալիևին Ալիև։ Նորմալ է։ Այսօր տեսա նաև Արցախի ներկայացուցիչներ էին եռաբլուր գնացել, Արցախը կապիտուլյացիայի ենթարկածներ։ Չգիտեմ, մենք պիտի մեզ համար գոնե լավ, ով ինչ է խոսում, ինչ չի խոսում, մեզ համար հստակ հարցերի պատասխան ենք, էլի։ Եթե ամեն ինչ այդքան պարզ է, ապա ինչի մեղավորների հարցում մենք կոնսենսուս չունենք, ինչի չենք հաշտվում, թե ով է մեղավոր, ինչի։ Գիտեք, այդպես չի ստացվում, չի լինում։ Ղարաբաղի ներկայացուցիչները այսօր սիրուն բաներ են խոսում, թե ինչ է արել Նիկոլը կամ ինչ պիտի աներ Նիկոլը։ Ես մեր մոտ հարց չի առաջանում, իսկ ինչ եք արել դուք կամ ինչ պիտի անեիք դուք։ Նիկոլը Արցախը չպաշտպանեց, թող մնա դեռ պատմությունը կպարզի։ Իսկ դուք ինչ արեցիք Արցախը պաշտպանելու համար, ինչ եք արել։ Ինչ եք արել։ Չէ, աշխարհի ամենահեշտ բանն է ասել, դե մենք պատասխանատու չենք Արցախի համար, Արցախի անվտանգության համար Հայաստանն էր պատասխանատու, հետևաբար Նիկոլը։ Ես պիտի ասեմ հետևյալը, որ Արցախի համար 20 թվականի 44-օրյա պատերազմից հետո նոյեմբերի 9-ի պայմանագրով Արցախի պատասխանատուն Պուտինն էր, ոչ թե Նիկոլը։ Եվ դա փաստաթղթավորված փաստ է, ուրիշ բան է, թե դուք ինչ եք ցանկանում լսել, դա ուրիշ հարց է, բայց այդպես է ստացվում, եթե կան խաղաղապահներ ու նոյեմբերի 9-ի փաստաթղթը, եթե մի քիչ լավ կարտակ, 9-րդ կետից կախված չմնաք Ալիևի պես, ոնց որ ժամանակին Ալիևն էր, կգաք իմ ասացի, ինչ եք արել Ղարաբաղը պահելու համար, բացի նրանից, որ հակադրվել եք Հայաստանի Հանրապետության։
Տեսեք, եթե ես վերցնենք անձերի տեսանկյունից, որպեսզի ըմբռնելի լինի, չստացվի, որ ես ցած նստել եմ, որպեսզի մեղադրականներ կարդամ, չէ, ես ուզում եմ տրամաբանությունը հասկանամ, օգնեք ինձ հասկանալ։ Եթե ես իմ անվտանգությունը, անձամբ ես իմ անվտանգությունը հանձնում եմ եւ վստահում եմ Պողոսին, ապա Պողոսը, երբ որ ասում է գնել, այս աթոռին չնստես, այն աթոռին նստի, ես կնստեմ այն աթոռին, որովհետև նա պատասխանատու է այդ հարցում, ես լիարժեք վստահում եմ իրեն։ Իհարկե, հնարավոր է հետո մենք զրուցենք, իսկ ինչի էր ասում այն աթոռին չնստես եւ այլն, այս զրույցները ուրիշ է։ Բայց ես չեմ հակադրվի նրան։ Հասկանում եք։ Հիմա, եթե սխալ տրամաբանություն եմ առաջարկում, խնդրում եմ ասեք, ես չգիտեմ, զրուցում եմ, ես այն ամենասկզբից ասեցի մտորելու եթեր ասա, ոչ թե ինչ-որ բան ասի։ Հիմա, Արցախ, եթե քո անվտանգության երաշխավորը, լավ, հələ Պուտինին մի կողմ դնենք, ասենք, թե քո ասելով Հայաստանն է։ Ապա երբ որ Հայաստանը քեզ բան էր ասում, կամ անգամ չէր ասում, բայց բոլորը գիտեն, որ Հայաստանն է, ինչու էր դու հակադրվում Հայաստանին, ինչու էր հակադրվում, դու վստահել ես, ինչու ես հակադրվում, եթե վստահել ես, այստեղ է հարցերը, շատ տոնկի հարցեր են, գիտեք, վերադառնալով այդ հարգարժան, իսկապես չեմ կարող ես սարկազմ օգտագործել երբևիցե, իսկապես հարգարժան հարազատին իմ ու իմ սերունդների համար զոհվածի, ասեմ հետևյալը, հասկանում եք, ձեզ բերել են այն կատեգորիայի մեջ են դրել, որ դուք մոռանաք ձեր գլխավոր թշնամուն, դա շատ հստակ աշխատանք է, իսկ բայց սա ես չեմ ուզում լինի ուղղակի տեսակետ, ես առաջարկում եմ մի քիչ խորանանք, տեսեք, իսկ ինչու են դա արել, ինչու են այնպես արել, որ դուք հավատաք դրան, ինչու են սլաքները Բաքվից ու Ալիևից թեքել, շատ պարզ է այս հարցի պատասխանը, որովհետև իրեն այն կենտրոնը, որը կառավարում է իրենց եւ երևի թե այստեղ կոնսենսուս ունենք, որ նրանց կառավարում են Ռուսաստանից։ Ռուսաստանը Ադրբեջանի հետ պիտի հարցեր ուներ դեռ, ու շատ վատ կլիներ, եթե Հայաստանում այդ թշնամությունը Ալիևի հանդեպ եւ ռևանշի հանդեպ պատերազմից հետո պահպանվեր։ Եվ բնականաբար իր աշխատողներին տեղական հրահանգել է, ոնց ուզում եք արեք, բայց պիտի հասնեք նրան, որ քաղաքացիների ուշադրությունը այդ կողմից շեղվի։ Սրանք էլ արել են։ Հասել են նրան, որ ձեզ համար երկրի ղեկավարը թափթփուկ է, իսկ Ալիևը Ալիև։ Դուք եք ասում, Ալիևը Պուտինը ու այս թափթփուկը։ Դուք եք ասում։ Դա լավ բան չի։ Լավ բան չի, ես չեմ նեղվել, որ դուք Նիկոլին ասում եք թափթփուկ, ձեր գործն է։ Ինչ ուզում եք անվանեք, ձեր գործն է։ Ես ոչ մեկի ոչ մի բանի համար, բայց սենց մի նախադասության մեջ շատ սխալ ձևակերպվում, ասեք, որ դա այդպես է։ Հետո, երբ որ մի քիչ խոսացնում ես, հարցնում ես, ասում ես լավ։ Թեկուզ ես ընդդիմադիրներին 3-5 ժամ 54 րոպե 2 վայրկյան տևել է նրանց ուղիղ եթերը քննարկումը, իմպիչմենտի, չգիտեմ ինչի։ Հարցնում ես, ասում ես ինչու։ Հարցա չէ։ Ինչի։ Ինչ եք ուզում։
Դուք ինչ եք ուզում։ Ասենք ոչ թե ասում եմ կներեք, սխալ են սկզբից ձևակերպես, ինչ եք ուզում, դուք ինչ եք ուզում։ Օրինակ, հա, Հայկ Մամեջանյան, դու ինչ ես ուզում։ Անկեղծ կասես, ինչ ես դու ուզում։ Աշոտյան, ինչ ես դու ուզում։ Ինչ եք ուզում։ Կարա ասեք ձեր ցանկությունը ինչ որ ուզում եք, այնպես ձևակերպեք, որ հանկարծ խնդրահարույց տողատակեր չմնան։ Դուք խնդիրն այնտեղ է, որ քաղաքական դաշտում այն էլ այս պահի դրությամբ քաղաքական դաշտում բոլորն ուզում են իշխանություն ու վերջ։ Ամենավատն է նա, որ շատերը չգիտեն, թե ինչի համար են ուզում այդ իշխանությունը, որ ինչ անեն, չեն ասի, ինչ եք ուզում։ Կան գործիչներ ասում, մենք ուզում ենք արժանապատիվ խաղաղություն, ասում լավ, խաղաղությունը լավ բառը, արժանապատվությունը առավել ևս։ Կասես արժանապատիվ բառի իրավական ձևակերպումը այնպես, որ հասարակական կոնսենսուս լինի, որ բոլորս այդպես հասկանանք։ Ու այստեղ մարդիկ են հայտնվում, գրում են, նա թուրքի դեմը կզում է, նախ ես ուզում եմ, բոլոր են հայրենակիցներիս, համաքաղաքացիներիս, համերկրացիներիս, ասել հետևյալ է, որ երբ որ մենք ասում ենք ռուսական շպիոններ կասենք, 5-րդ շարասյուն ասենք, ներդրած ուժեր, ազդեցության գործակալներ, ինչ որ կասենք, դուք եկեք կլինի մի հակադարձեք, թե բադե Նիկոլն էլ թուրքական է։ Տեսեք, երբ որ մենք ասում ենք ռուսական, մենք նկատի ունենք ռուս-թուրքական, հասկանում եք, ռուս-թուրքական, կայսրական, ով պատրաստ է պայմանավորվել մեր գնով Թուրքի հետ, ոնց որ 44 օրյային պայմանավորվեց ու դրանից առաջ եւ այլն, հասկանում եք։ Եկեք մի տենց հակադարձեք, իսկապես ցիծառելի իրավիճակում եք հայտնվում։ Կարող եմ իհարկե բանուգործս թողնելու ցիծաղել, բայց չեմ ուզում ցիծաղել, ինձ տհաճ է, որ իմ համերկրացին մինչև հիմա չգիտի ինչ կա չկա։ Նայեք, ասում եմ թուրքի դեմը կզում է, ասում եմ լավ, ինձ օրինակ տհաճ է այդ նորությունը իմանալ, որովհետև ամեն դեպքում իմ երկրի ղեկավարն է, խնդրում եմ ասես, որտեղ է այդ կզելը երևում։ Ասում է Էրդողանի հետ, Էրդողանի նկարով նկարվել է։ Ասում եմ լավ, նախ գոյություն ունի քաղաքական դիվանագիտական հարաբերություններ ու այո, մարդիկ նվերի հետ նկարվում են, օրինակ, եթե Նիկոլը նրան նվիրած լիներ մի շիշկայինակ, շատ հնարավոր է Էրդողանն էլ այդ կոնյակով նկարվեր, բայց չեմ կարծում, որ դուք կասեք, թե Էրդողանը Նիկոլի դեմը կզել է։ Դες լինում է, ասենք, որ մարդիկ նվերով նկարվում են, դա քաղաքականությունն է, ուրիշ բան ասա։ Ասում է, որ Ալիևը պարտադրում է սահմանադրությունը փոխել։ Ասում լավ, իսկ Ալիևը կոնկրետ որ կետն է սահմանադրության պարտադրում փոխել։ Ասել է դրա մասին, խոսել է, ասենք ասել է, որ այս կետը պիտի փոխես։ Օրինակ, որ սահմանադրական հանրաքվե լինի, որ ինչի մասին է լինելու։ Կամ տարրական հարց է, չէ՞։ Մենք նախագահական երկրից դարձել ենք պարլամենտական երկրից, սրանք կառավարման երկու տարբեր մոդելներ են, հասկանում եք։ Երկու տարբեր մոդելները չեն կարող մեկ սահմանադրությամբ աշխատել, որովհետև երկուսից մեկը սահմանադրական կարգ է խախտելու, կառավարելու ընթացքում թեկուզ լավ բանի համար։ Կարելի է փոխել։
Պիտի փոխած լինեին вообще-то, որ դառնում են պարլամենտական, ցավոք սրտի չեն արել։ Հիմա ոնց անեն, կամ սուպեր վարչապետական բան են ստեղծել։ Բողոքել ենք, չէ՞ ժամանակին դրա դեմ։ Բա տարածքներն է տալիս, ասում եմ գնանք ցույց տուր ինձ, խնդրում եմ, տված տարածքները, տված, տալիս, ինչ է նշանակում տարածքներ տալ, դուք հասկանում եք դա, ասենք ինչ է։ Դա խոսում է նրա մասին, որ դուք այնքան էլ չեք տիրապետում, թե ինչ է նշանակում պետությունը առհասարակ, ինչ է նշանակում կառավարում, ինչ է նշանակում, ասենք խիկ արհամարում այդքան դուք ձեզ ու ձեր հայրենիքը, ինչի համար։ Ինչ եք այդքան ցածրացնում ու էժանացնում նման բաներ խոսելով։ Նիկոլա դեռ մի կողմ, ձեր պետության մասին խոսելով, ձեր քաղաքացիական պարտավորությունների մասին խոսելով, ինչի եք այդքան ցածրանում։ Ինչ ա եղել։ Արցախը չկա, այո, չկա։ Եկեք միասին հասկանանք, սեպտեմբերի 27-ն է այսօր։ Ուզում եք միասին հասկանանք, թե այս 5 տարվա մեջ սեպտեմբերի 27-ից, երբ որ սկսվեց պատերազմը, եկեք տարի առ տարի գանք։ Օրինակ 21 թվականի սեպտեմբերի 27-ին ինչ իրավիճակում էինք, կարող եք հիշել, ես կարող եմ։ Անկեղծ ասած այսօր ցերեկը մտածում էի մեկ-երկու ֆոտո էլ ես հրապարակեի պատերազմի հետ կապված։ Բայց հետո հասկացա, որ ես չեմ ուզում, որ սեպտեմբերի 27-ը նույնպես մտնի որպես այդպես ակամայից դառնա հիշատակի օր, որ իհարկե ես կհիշեմ այդ օրը, միշտ բոլորս սովասների հարազատները հատկապես, բայց անգամ սքի մեջ պետք է կարգ ու կանոն լինի։ Եվ օրինակ պարոն Ռուբինյանը Գեղամ Նազարյանի հետ համատեղ օրինագիծ են բերում, որ ընդհանուր բոլոր ժամանակներում հանուն Հայաստանի հայրենիքի զոհվածների համար հիշատակի օր սահմանեն, ընդ որում հունվարի 27-ը։ Չգիտեմ, եթե օրվա հետ հարցեր ունեք, խնդրեմ, կարող եք տալ իրենց, բայց պետք չի, որ մենք կալենդարում շատ ունենանք այդպիսի կարմիրով նշված օրեր։ Դրա համար ես մի քիչ փորձում եմ ինձ ձեռք պահել։ Դժվար է, բայց պետք է անել դա, որովհետև դա պետք է։ Իսկ ով ասում, թե ինչը որ պետք է հեշտ է լինում։ Հասկանում եք։ Հիմա եկեք գնանք սեպտեմբերի 27, ինչ ունեինք, ով ենք, ինչ ենք, ինչից ենք խոսում։ Գնանք սեպտեմբերի 27, 22 թվականի, 23 թվականի, 24 թվականի, 25 թվականին արդեն գիտեք ինչից ենք խոսում։ Խոսում ենք, որ եթե մեր բյուջեն ռազմական 1 միլիարդ 700 միլիոն է, ինչի ենք ուզում նրա մի փոքր կրճատել, դարձնել 1 միլիարդ 500 միլիոն մյուս տարվա համար։ Սա գիտեք ինչ խոսույթ է։ Սա այն խոսույթի շարունակությունն է, որ ինչի է մեր բանակի բյուջեն 400 միլիոն։ Դուք տեսեք թռիչքային ինչ տարբերություն կա։ Մենք խոսում էինք, որ ռազմարդյունաբերություն, բա դրոններ, բա այս, բան, իսկ այսօր կարող ենք խոսել, որ դրանք կան։ Կա։ Հասկանում եք։ Հետևաբար հարց է առաջանում, իսկապես հարց է առաջանում։ Հարգելի ընդդիմադիրներ, երեք այդքանով, որ հավաքվել եք, կարող ենք իմանալ վերջի վերջո դուք ինչ էիք ուզում, հստակ կձևակերպեք, թողնենք ով ինչա ոնց է խիա, որովհետև այդտեղ միևնույն է կոնսենսուս չկա, ասեք հստակ, ինչ եք ուզում, ինչ է նշանակում արժանապատիվ խաղ, այսինքն եկեք փաստենք հետևյալը ժողովուրդ ջան, ընդդիմությունը Թուրքիայի հետ սահմանները բացելու հարցում խնդիր չի տեսնում, դրան վերաբերվում է նորմալ, իհարկե իր լրատվական բլոկներով փորձում է այն մարդիկ, ովքեր ավելի դյուրագրգիռ են, նրանց մեջ բացասական մթնոլորտ ձևավորել, տրամադրություններ ձևավորել, բայց ինքը, ուղիղ ինքը
ընդդիմությունը Քոչարյանը, Սերժը, Լևոնը դեմ չեն։ Դեմ չեն։ Իրենք ընդհակառակ իրեն ժամանակներում էլ են ցանկացել բացել, ուղղակի իրաց լրատվականներին ֆաս չէին տալու, օգիժ չեն։ Սա առաջի հարց։ Երկրորդ, խաղաղությանը ոնց որ թե դեմ չեն։ Իհարկե ձևակերպում է իրանց ձևով են փորձում անել, բայց դեմ չեն։ Մեծ հաշվով արտաքին դիվանագիտությունը այսքանով սահմանափակվեց իրենց ցանկությունների տեսանկյունից։ Հա, Ռուսաստանի հետ հարաբերությունները այսօր տեսնում ենք մարդը Պուտինի հետ խոսում է, հետո գնում է Նյու Յորք, իհարկե շատ բաներ գնացին, բայց ինչա Պուտինի մոտ հետո թռնմանու հետո ես բաներ են խոսում, ես այս տեսակ մարդկանց կամ այս տեսակ քաղաքական գործիչներին առնվազն որպես գիտակից քաղաքացի ասեմ հետևյալը. դուք տեղյակ եք, որ խաղաղության խաչմերուկ ծրագիրն է փորձարվում իրականացվի։ Հիմա հարց ձեզ, որ խնդրել, մի հատ Google-ով պոիսկ կտակ, տեսնեք խաչմերուկ ինչ է նշանակում, եւ այդ խաչմերուկից ովքեր են օգտվելու, ում համար է այդ խաչմերուկը, որ կողմից որ կողմ, որտեղից ուրի մասին է այդ խաչմերուկը։ Ու այդ ժամանակ կհասկանաք, որ այո, բոլոր բևեռների հետ աշխատանք է գնում, հետևաբար շատ հնարավոր է, որ Նյու Յորքից էլ մարդը թռնի Պարսկաստան պրիամոյի, հասկանում եք, ընդեղից էլ Հնդկաստան, ընդեղից էլ Չինաստան, այս դուք տեղյակ եք առհասարակ ռազմավարական այդ ծրագրից, օքեյ եք դրա հետ, թե չէ։ Իսկ իմ կարծիքով վերադառնալով են հարցին, թե ինչ են ուզում, համենայն դեպս ձեր գործողություններում 5 տարվա ես տեսնում եմ հետևյալը։ Դուք ռեալ ուզում եք, որ այդ խաղաղության խաչմերուկի վրա կանգնեն FSB աշխատողները, այլ ուժեր։ Դուք ուզում եք, որ Հայաստանի Հանրապետության կնիքի վրա գրվի ԿՊՊ Ռասիի, բայց Արարատ Սարի գծապատկերը մնա։ Դուք ուզում եք լինի խաղաղություն, շատ եք ուզում որ լինի խաղաղություն, բայց այդ խաղաղության մունետիկը դուք լինեք։ Ու այդ արժանապատիվը մի ծախեք մեզ վրա։ Մենք գնում ենք արժանապատիվ խաղաղության, ես կարող եմ անգամ փաստ բերել։ Փաստը հետևյալն է։ Եթե այդ խաղաղությունը լիներ ստորադասական, լիներ կզած, չգիտեմ ոնց, ապա վստահ եղեք, որ Ալիևը վաղուց ստորագրել էր ու դեռ մի բան էլ միջազգային հանրության միջոցով պարտադրում էր, որ մենք ստորագրեինք։ Բայց հələ որ հակառակն է։ Եվ չեմ ասում, որ իսկապես որևիցե մեկը արժանապատիվ բառի իրավական բանը չեք, բացատրությունը չեք կարող տալ։ Մեկի համար ես ինչ բանը արժանապատիվ է, մյուսի համար չէ։ Ցանկալի է այս վիճակում խաղաղությունը։ Ոչ, մեկը ինձ ցանկալի չի։ Ոնց կարա ինձ ցանկալի լինի, եթե Արցախը չկա։ Ես կուզեի օրինակ ռևանշ լիներ եւ այդ ռևանշը մեր օգտին վերջնահաշվով լուծում ստանալ։ Գուցե ուզեի։ Բայց դա այդպես չի աշխատում, որովհետև իսկապես տարիներ պետք է աշխատել այդ ուղղությամբ եւ այն տարիները, որոնք որ պիտի աշխատվեին, չեն աշխատվել։ Չեն աշխատվել, պարզապես։ Հարց են տալիս այսօր լրագրողները, ասում են, Աննա Հակոբյանը ասաց 11,000 հոգի փախել է բանը պատերազմի դաշտից, դա այդպես է թե ոչ։ Ես չգիտեմ ով ինչ կպատասխանի,
11,000-ը դժվար թե հաստատեմ, որովհետև կարող է լինի 10,000, կարող է լինի 15,000, բայց որ համատարածա դա եղել, դա հաստատ։ Այնուամենայնիվ ես քանի որ չեմ մեղադրում այդ մարդկանց էլ անգամ փախնողներին, այստեղ լրագրողները պիտի ոչ թե հարց տային դա ճիշտ է թե չէ, այլ պիտի հարց տային, իսկ ինչու են փախել։ Ինչու։ Եվ պիտի հետաքրքրվեն, ինչը կարար դրդեր մարդուն, կամ ես չեմ խոսում զինվորականներից, այդ ժամկետային զինծառայողներից, խոսում եմ կամավորներից, ինչը կարար դրդեր, որ ինքը փախներ։ Եվ հարգելի լրագրողներ, դուք հասկանում եք ինչ նշանակում, երբ որ դու պիտի պատերազմես, պատերազմի դաշտում ես, պիտի կռվես ու պատրաստ լինես ինքնազոհողության, բայց քեզ ասում են, որ կամ տարածվում է այդ խոսույթը ու անընդհատ մի անգամ չէ, 5 անգամ չէ, անընդհատ այդ խոսույթը արդեն բան է դարձել, որ հողերը տված է մի կռվեք։ Ձեզանից որևիցե մեկ, ամեն մեկը ձեզ հաստրեք, ես մեր պարագայում կգնայի ինքնազոհողության։ Հիմա մյուս հարցը, իսկ ով է այդ մուտիլովկեն տարածել, ինչու է տարածել։ Դուք գիտեք ինչ, մենք չենք հասկանում, օրինակ երեկվա այդ կապիկությունը ազգային ժողովում ինչի մասին էր։ Դուք գիտեք չենք հասկանում, թե այդ Մասիսի քաղաքապետին ակտիվացել այդտեղ փողոցում գցել է ինչի մասին է։ Որովհետև այս մի քանի օրը պիտի զեկույցը հրապարակվի 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի։ Ու դուք դարձյալ այդ զեկույցի հետևից չեք գնալու։ Մի պոռնոկա բարո երևույթ կա, տիկին, ոչ բարով, մայրական իրավունքներից զրկված։ Հրապարակում էր արել 11,000, չգիտեմ, քանի 100 զոհ, բայց ինձ թվով էլի, կլորացրած թիվ չէր, մի հատ թիվ էր սա։ Ու մեկնաբանություններից դաշտում էլ մեկին ի պատասխան գրել էր, այ դրա համար էլ չեն հրապարակում անունները։ Ու այնտեղ շատերը համաձայն են այդ տվի հետ։ Հնարավոր է այդ քաղաքացիներից ոմանք միամիտ իմ եթերը նայեն, ես ձեզ ասեմ հետևյալը։ Տեսեք մանիպուլյացիան որտեղ է կայանում, որտեղ է ձեզ էշացնում։ Եթե հրապարակած չեն անունները, կարելի է իմանալ, այդ պղծաբարո տիկինը, օրինակ, այդ թիվը, որտեղից է վերցրել, որտեղից, ասենք 11,284, ինքը որտեղից է վերցրել այդ թիվը, ինչ-որ մի տեղից պիտի վերցնի, չէ, որտեղից է վերցրել, Արթուր Խաչատրյանն էր այսօր ասում, չեն հրապարակում, պարոն Խաչատրյան, չեն հրապարակում, թե հայտնի չի, եկեք մի հատ կողմնորոշվեք, գուցեև հրապարակելու նպատակահարմար չի, որովհետև այդ հրապարակումը մենակ հայերը չեն նայում, առհասարակ բոլորն են նայում, և գուցե դա նույնպես իր հերթին որոշակի գաղտնիության շերտեր է պարունակում, դրա համար չեն հրապարակում, բայց թիվը հայտնի է, չէ, ու քեզ հատկապես որպես պատգամավոր ավելի հայտնի է, ու դրա համար ես դու շեշտում, որ չեն հրապարակում, դու չես ասում չեն ասում, դու ասում ես չեն հրապարակում, ու այստեղ մանիպուլացնում մարդկանց գցում մտքերի մեջ, որ ուրեմն մի բան կա։ Ես մի նախադասությունով կարամ ցույց տամ, թե ոնց դուք ոչ հայոց պատմությունից տեղյակ չեք, դուք ոնց պատմության մի հատիկ գիրք բացած չկաք, պարզապես հնարավոր է մարդկանց դա հետաքրքիր չի։ Գիտեք ինչ, եկեք մի երկու բառով ասեմ դա։ Պատմության բոլոր ժամանակներում պատմիչները, հատկապես են պատմիչները, արքունիքի պատմիչները, ովքեր պատերազմների միջով նույնպես անցնում էին ու գրառում էին իրենց տեսածը, թագավորի հրահանգով կամ իշխանի կամ սպարապետի, ով որ մարդը վարում է, թշնամու զորքի թիվը տասնապատիկ ավել էին գրում
իրենց զոհերի թիվը, նրանց զոհերի թիվը, չէ, զորքի թիվը տասնապատիկ ավել են գնում, իրենց հետ տասնապատիկ պակաս, նրանց զոհերի թիվը տասնապատիկ ավել, իրենց զոհերի թիվը տասնապատիկ պակաս, դրանով ցույց տալու համար իրենց անպարտելիությունը, թե ինչքան մի խոսքով, այդ ժամանակների պրոպագանդան էր։ Հիմա ուզում եմ հասկանամ, բա ոնց եղավ 21-րդ դարում այդքան տահասեր բուծվել, տահասներ էին բուծվել, ովքեր նոյեմբերի 9-ից հետո պարզապես մեր զոհերի թիվը արհեստականորեն մեծացնում էին, իսկ թշնամու զոհերից ոչ մի խոսք։ Դուք ինչ էիք ուզում, ինչու էիք դա անում, ինձ հասկանալի է ինչ էիք անում, պարզապես եթե հիմա տնեմ ու նկարագրեմ, թե դուք ձեզանից ինչ եք ներկայացնում, կստացվի, որ ատելության խոսք եմ տարածում։ Իսկ ես հիմա բնավ նման ցանկություն ու տրամադրություն չունեմ, ես հիմա բարձրաձայն մտորում եմ պարզապես։ Մարդկանց էլ առաջարկել եմ միասին մտորեք, չգիտեմ որքանով այս մտորումները հետաքրքիր կամ եթերի բա, որքանով չէ, չգիտեմ, բայց ամբողջ օրը ինձ կերել եմ սենց հարցերով։ Հարցեր, որոնց պատասխանները գիտեմ, բայց որպեսզի դա չդառնա միակողմանի մոտեցում, ես ուզում եմ, որ եւս մեկ անգամ հարց տրվի ու այլ մոտեցում փնտրենք, միևնույնն է չեն գտնում, հասկանում եք, միևնույնն է չեն գտնում, ինչ եք ուզում դուք, երբ որ գնում եք եռաբլուր, Արցախը կապիտուլացնելուց հետո, լրագրողներին մի հատ հարց էլի, տեսեք, 5-րդ տարին է, դուք շատ պրոֆեսիոնալ ձևով, այդ մի բանը պրոֆեսիոնալ է ձեր մոտ ստացվում, մարդկանց մոտ ստեղծում եք տպավորություն, որ քանի որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը, ուրեմն վերջ պարտվել է Նիկոլ Փաշինյանը։ Հիմա հարց եմ ձեզ տա, ուրեմն նա դավաճան է, նա չգիտեմ, ինձ այդ ձևակերպումները ձեզ։ Հիմա հարց եմ տալիս, դա Արցախում, Արցախի լուծարման պայմանագիրը ստորագրել է Շահրամանյանը։ Ինչի եք տենց մի ակնածանքով լցված ներկայանում այդ պետական սրիկային։ Ինքն է ստորագրել։ Կասեք, դե գիտեք ես ինչի հետևանք են, բա մենք էլ ենք ասում, որ այս պարագայում էլ դա հետևանքներ ունի, հետևանքը ինչ-որ գործողությունների, չէ։ Մեր բանը, ուրեմն ընդեղ են Գուրգենին չէ, Մինասյանը դրա ազգանունը, հա, Գուրգեն ինչան է, այն որ Սոցյանի իր արևին քաղաքական հայտա ներկայացրել, հարց եմ տալիս, սենց անում, ասում եմ, ես այնտեղ չեմ զգացել այդ պարտությունը, լավ, չես զգացել, քո գործն է, այդ ինչի հարցը, բայց, հա, մյուս կողմից էլ մի հատ ուրիշ հարց էլ եղավ կարևոր, ըստ Գուրգենին դրա համար է հիշեցի ախր։ Թե Արսենյան։ Մե՞։ Թե Արսենյան։ Չէ։ Եսի։ Էջայլ, հա։ Ասում է, չէ, այդպես վատ վիճակի մեջ չէր, բան, լրագրողն ասում է, ասում էին, որ Վազգենից հետո բան չէր փոխվել, ասում է, չէ, դա այդպես չէր, հիմա ես կեզ ասեմ, Գուրգեն, ես չգիտեմ դու որտեղ ես եղել, ամենայն հարգանքով, եթե ընդեղ եղել ես, արդեն ինձ համար բան է էդի, Սիմոնյան, հա, Սիմոնյան, ուրեմն, ապեր, ես կեզ ռեալ բան եմ հիմի ասում, մարդը, ու ես գիտեմ էլի ով, տես միանգամից նկարագրեմ ինչքան բան չի փոխվել բանակում, մարդը ինձ հետ ծառայած 98 թվին, ասկերանուն
որը որ Ղարբանդի, Աղդամի կողմի, Ղարբանդի պոստերներ պահում։ Ինձ է ծառայած։ Ինձ ասում է գնել ջան, հիշում ես այն խաչը, որ բանով հավաքել են, ոչմ պարկուճներով խաչ էր հավաքել, չգիտես ինչի հետո քարով փագել էր դա։ Ես արդեն դա չեմ տեսել, որ քարով փագել է, ասես գնա ջան, եթե քարով ծածկել է, ասում եմ մի օր ես էլի գալու եմ ստեղ, էդի գտնեմ։ Խրամատում։ Այս պատերազմի ժամանակ գնում է քարն են հանում է պարկուշներն են մեջ։ Խաչը դրած։ Այ այդքան գործ չի արվել, 98 թիվն եմ ես ասում։ 98 թիվ։ Ուրեմն իմ զինակից ընկերները պատերազմի ժամանակ խրամատներ են մտել, որոնք որ 90-ականների իրանց փորած խրամատն է եղել։ Իրանց փորած, ոնց փորել են, ինչ արել են, այդ ձևով։ Դու այդ որտեղ ես եղել, ապեր։ Դու, չգիտեմ, թողնենք քեզ, հարցը չի, հարցը արտահայտած միտքն է։ Ես լուրջ չեմ վերաբերվում քեզ, էլի որ հիմի քեզ այստենց երկար բարակ խոսակ։ Բայց այս տեսակ բաներ կա, էլի։ Մինչև այսօր լրագրողները հարցեր են տալիս։ Իսկ այնտեղ բախեք այդ հարցերը տալիս։ Բա ինչի մինչև հիմի դուք հետաքրքրված չեք։ Այդ հարցերը դուք չպիտի տաք, է։ Դուք մի ամբողջ աշխատություններ ամեն մեկը պիտի ունենայիք։ Հասկանում եք։ Ու ցավալին է, որ հիմա, կոնկրետ հիմա, դուք չեք գնում զորավարժությունների։ Ու դա զռռում է ձեր գործից, որովհետև եթե գնանք, խոսքը տղա լրագրողների մասին, եթե գնանք զորավարժությունների, դուք տեսնելու եք երկաթ բետոնյա կառույցներ, դու կարող ա, ասենք մի հատ նստեղ են գնեք մի պա, որ այդ բանը հələ չեն հասրել անեն, բայց ընդհանուր առմամբ ավելի տեղեկացված եք լինելու։ Դրանով պալիտ եք անում, ձեզ։ Չգիտեմ։ Ինչպիսին եք ուզում լինի Հայաստանը։ Ես ինձ նենց հետաքրքիր է այս հարցի պատասխանը։ Չէ, այդ տեսեք ոնց է։ Եթե մարդը ինչ-որ մի ձև ուզում է տեսնի, ասենք ասում է այսպիսին է կուզեի կամ այնպիսին է, ու իրականությունը մոտ է լինում իր ուզածի 70-80%-ին, կարելի է ասել դա շքեղ է, թույն, ուրեմն տեսնում է, այն ինչ որ ուզում է։ Այսինքն դա նշանակում է, որ մի 20-30%-ով իր ուզածով չի լինելու։ Հիմինակ, ես իհարկե Հայաստանը կուզեի տեսնել օրինակ իր պատմական սահմաններով, հա, բայց բոլորս ենք հասկանում, որ դա անհնար է, ու եթե մենք հայտ ենք ներկայացնում տարածքային պահանջների պատմական եզրույթից ելնելով, ապա պիտի հասկանանք հետևյալը, որ մենք դրանով փորձում ենք աշխարհին ասել, որ իսկապես մենք աշխարհի թիվ 1 գերտերությունն ենք, ու որոշակի կապրիզներ մեզ թույլատրելի են, ու մենք դա կանենք։ Չնայած անգամ այդ պարագայում չենք կարող անել։ Կգնանք ինչ-որ մի օր Արցախ, ես ասել եմ, ես իմ մեջ հույս կա նմանատիպ, բայց ես կարծում եմ, որ ես ինքս դա չեմ տեսնի, բայց ես վստահ եմ, որ սերունդները դա կտեսնեն, հասկանում եք, ընդ որում խոսքը հայկական Արցախի մասին է, բայց որպեսզի գոնե սերունդները դա տեսնեն, մի բան հաստատ է, այսօր պետք է ատամները սխմած աշխատել, ու եթե պետք է որոշ խաչմերուկներ շրջանցել, ուրեմն պետք է շրջանցել, եթե պետք է աշխարհի ընդունված կանոններով խաղալ, ուրեմն պետք է խաղալ, եւ գիտեք, ինձ այդ խոսույթը, այդ բանը, համեմատությունը շատ դուր եկավ,
երբ որ ավտո վարելու համեմատության հետ, հա, որ մենք քշում ենք այնպես, ինչպես կանոնները թույլատրում են, մեզնից բան չենք օրինում։ Իհարկե, մեկը ավելի վարպետոներն է վարում մեքենան, մյուսը ոչ, բայց ոչ մեկի մտքով չի ասում, չէ, մտնի, չգիտեմ, այն աստիճանների ճամփով գնա, որովհետև իրան տենց կայֆ է կամ կարճ է, ոչ, որովհետև դա կանոնների մեջ չի մտնում։ Դիվանագիտությունը նույնպես այդպես է։ Եվ եթե միջազգային կանոնների մեջ հստակ գրված բաներ կան, այդ կանոնները, հա, այսօր Խորհուրդ ջան, չի ասի հոգնածեմ, բայց այնքան մտքերով եմ եղել։ Իմիջայլոց մոռացել էի թույլ տվեք բոլորիդ շնորհակալություն հայտնել ձեր բարեմաղթանքների, աղոթքների ու ցանկությունների համար, որովհետև եղբորս վիրահատությունը ճիշտ է, բարդ վիրահատություն ստացվեց, մոտ 6 ժամ տևեց, բայց լավ է անցել, կարծես թե ամեն ինչ նորմալ է, արդեն 4-5-րդ օրն է, ճիշտ է, դեռ հիվանդանոցում է բժիշկների հսկողության տակ, բայց ամեն ինչ կարծես դեպի լավն է գնում, մնում է արդեն հորս առողջությունը, որը որ չգիտեմ ոնց է ստացվելու, ինչ է լինելու։ Ամեն դեպքում բոլորից շատ շնորհակալ եմ։ Արուսյակ Մկրտչյան, ազիկները կլսվեն, խոզի պես կբազմանան, էլ որ Արցախցու սերունդը պիտի հետ գնա։ Տես այն հետը տեղ է խնդիրը նաև, Արուսյակ ջան, որ բազմանալը մենք նկարագրում ենք խոզի պես, և դրանով արդեն մեզնից վանում ենք նույն մարտավարությունը ընտրելու ցանկությունը։ Այդ արի խոզի պեսը դնենք մի կողմ, անկախ նրանից, որ դա ազիկներին է վերաբերվում, բայց դնենք մի կողմ։ Իսկ ի՞նչ նախանգարում մեզ նույնպես բազմանալ։ Չասեք պայմանները, նրանք вообще ավելի վատ պայմաններում են ապրում։ Ինչ նախանգարում։ Այսինքն մենք հասկանում ենք ընդհանուր առմամբ ինչա պետք, բայց չենք նախաձեռնում, չենք անում, չէ՞։ Ուրեմն այդ պայմաններում պետք է այլ ռազմավարություն մշակվի։ Ու մշակվում է, ու արվում է այդպես։ Չգիտեմ, ցավալի է, որ 5 տարի անց մենք դեռ խելքներս, գլուխներս չենք ուզում հավաքենք։ Բայց մի բան հաստատ է, հետ ճանապարհ չկա։ Եվ ես իզուր չէի երեք Ալբերտ Էյնշտեյնի խոսքը մեջ բերել, առաջ շարժվելու համար ինչ է անհրաժեշտ, հենց դրա համար, որ նախկիններ, նախորդներ չենք կարող իհարկե նրանց մոռանալ, որովհետև ամեն դեպքում դեռ մինչև այսօր նրանց արածների տակից ենք փորձում դուրս գալ, բայց այնուամենայնիվ վաղվա օրվանից նույնպես խոսել պետք է ու կոնկրետ հարցերում, որքան էլ ցավալի լինի, երբեմն անընդունելի, բայց եթե տրամաբանությունը ու պետական եւ քաղաքացու շահը կայանում է դրանում, ուրեմն պետք է մենք համընդհանուր կոնսենսուս ունենանք, որպեսզի ծիծաղել չտանք մեզ վրա, էլի, տպավորություն չթողնենք ապուշների, էլի։ Այնպես որ եկեք մտածենք սրա շուրջ, առաջարկում եմ մտածենք ու ասենք, ինչի 5 տարի անց պատերազմից մենք չունենք մեղավորի հարցում չունենք կոնսենսուս։ Ինչի։ Այսի թող մնա տենց ռետորական հարց մտածենք։ Լավ եղեք ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ, կզրուցենք էլի։ Եվ դարձյալ փառք մեր բոլոր ժամանակների հերոսներին, հազար խոնարհում նրանց շիրիմների առաջ։ Բարի գիշեր։